հասնելու ուզում եմ ամփոփել մարտը։ Մարտը ինչպես եւ կանխատեսվել էր, հանրապետության ողջ տարածքում եղել է բավականին տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը կլիմական նորմայից բարձր է եղել 2-ից 4 աստիճանով։ Տեղումների քանակը բաշխվել է խիստ անհավասարաչափ։ Եթե հանրապետության հարավային մարզերում, հատկապես Սյունիքում, այն հիմնականում կազմել է կլիմական նորմայի 5-ից 20%-ը, ապա կենտրոնական շրջաններում այն եղել է կլիմական նորմայի մոտ, իսկ հյուսիսային առանձին շրջաններում նույնիսկ նորմայից ավել։ Հիմնականում մարտին մեր երկրում գերակշռել են հարավային տաքոթային հոսանքները, բացառություն է կազմում մարտի 20-ից 22 ընկած ժամանակահատվածը, երբ Սիբիրից ցուրտ օդի ներհոսքով պայմանավորված, հատկապես հանրապետության հյուսիսային երկու մարզում Լոռիում, Տավուշում դիտվեցին ձյան առատ տեղումներ, ձևավորվեց ծնածածկույթ Լոռիում մինչև 30 սանտիմետր բարձրությամբ։ Այս տարվա ապրիլը օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում, այսինքն մեզ սպասվում է տաք եւ բավարար տեղումներով ապրիլ։ Հիմնականում ապրիլ ամսին գերակշռելու են հարավային պրոցեսները, այսինքն արևադարձային լայնություններից ներթափանցող պրոցեսները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջին օրերին, առանձին օրերին մենք ունենանք արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժում։ Եվ այստեղ մեկ պարզաբանում, քանի որ ապրիլի տեղումների քանակի նորմաները բավականին բարձր են, եւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, դա ակնկալում է, որ մենք ապրիլին կունենանք բավականաչափ տեղումներ։ Հիմա ես ուզում եմ ներկայացնել այն առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանները, որոնք ամսվա ընթացքում կդիտվեն հանրապետության տարածքում արևադարձային եւ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում։ Այսպիսով արևադարձային տաքոթային հոսանքների ներթափանցման ժամանակ ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի հարագածոտնի Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-ից 23 աստիճան, Լոռիում մինչև 21-ից 25 աստիճան, Տավուշում մինչև 29-ից 31 աստիճան։ Արարատյան դաշտում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանները կտատանվեն +26-ից +30 աստիճանի սահմաններում, Վայոց ձորի նախալեռներում նորից 26-ից 30 աստիճանի սահմաններում, Սյունիքի հովտային գոտում 28-ից 32 եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում մինչև 21-ից 26 աստիճան տաքության սահմաններում։ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28-ից 30 աստիճանի։ Հիմա ուզում եմ ներկայացնել այն նվազագույն ջերմաստիճանները, որոնք կդիտվեն գիշերային ժամերին, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում, այսպիսով Շիրակ, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Սյունիքի լեռնային շրջաններ, գիշերային ժամերին արկտիկական ցուրտ օդի ներհոսքի դեպքում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6-ից -10 աստիճան, Լոռիում մինչև -2-ից -5 աստիճան, Տավուշի մարզում մինչև 0-ից -2 աստիճան, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ ուրախություն մեզ ամսվա ընթացքում չեն կանխատեսվում եւ նվազագույն ջերմաստիճանը ընդամենը սպասվում է 0-ից 3 աստիճան, Սյունիքի հովտային գոտում +2, +5, իսկ Սյունիքի նախալեռնային հատվածներում -2, -5 եւ Երևանում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 0-ից 2 աստիճան տաքության սահմաններում։